Հայաստանի բուհերի 30 ուսանողներ այսօր հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի անդամ պետությունների անունից եւ առաջարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց տարբերակները։ ՄԱԿ-ի 65-րդ ամյակի շրջանակում կառույցի Երևանյան գրասենյակում կազմակերպված միջոցառման ընթացքում Իրանի պայմանական ներկայացուցիչը առաջարկեց կասեցնել հայ-թուրքական արձանագրությունները։ Թուրքիայի ներկայացուցչի կարծիքով էլ անհրաժեշտ է համատեղել Հայաստանի, Ադրբեջանի եւ իր երկրի ջանքերը սահմանի բացման համար։ Պետք են նորմալ հարաբերություններ բոլոր հարևանների հետ, այդ թվում նաև Թուրքիայի եւ ինչու՞ չէ նաև Ադրբեջանի հետ։ Մենք պետք է նայենք ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից դեպի այս կողմ։ Ու կարծում եմ դա մեզ մոտ ստացվել է, չնայած դժվար է։ Այսօրվա միջոցառմանը հայ ուսանողները պատրաստվել են 1 ամսից ավելի, հետազոտություններ են անցկացրել, մասնակցել դասընթացների, ծանոթացել ՄԱԿ-ի ենթակառուցվածքների գործունեությանը եւ ընթացակարգերին։ Մեր նպատակն է տարածել ՄԱԿ-ի արժեքներն ու սկզբունքները, հայ երիտասարդներին տրամադրելով հակամարտությունների կարգավորման ռազմավարության վերաբերյալ գիտելիքներ։ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը լայն տարածված է ողջ աշխարհում եւ համարվում է կառույցն ավելի լավ ճանաչելու մեթոդներից մեկը։ Գայանե Հակոբյան, Հասմիկ Ֆարոյան, IPF։